Ազատության հրապարակում հնչող Արցախի օրհներգը, ծածանվող դրոշները, իրար բարևող հայացքները մտքով Ստեփանակերտի վերածննդի հրապարակ են տանում արցախցիներին։ Ինչպես մոռացան Արցախը, բոլոր հարցերից առավել այս հարցն է մաշում արցախցիների հոգին։ Ինչու մոռացան Ղարաբաղը։ Շատերի հարազատները սոցիալական խնդիրների, իշխանության բացահայտ արհամարանքի պատճառով արտագաղթել են։ Իրենք չեն ուզում ապագան օտար երկրներում փնտրել։ Դրա համար հույսը չեն կորցնում, որ գոնե այս հանրահավաքի միջոցով իշխանավորներին հասցնեն պարզ մարդկային իրենց կարիքները։ Եթե դու իջեցնում ես այդ քանակը 40,000, նրանից հետո 30,000, բայց ոչ մեկն էլ տանվարձը իջեցնելու չի։ Մենք էլ թոշակառու ենք։ 12 դեղ ամուսինը սա խմում, 6 դեղ ես եմ խմում։ Այդ թոշակը, մեկի թոշակը մենակ դրան է գնում։ Հիմա մենք ինչքան պիտի ավելացնենք այդ 40,000 չնչին գումարին, որ կարանք տանվարձ տանք եւ ապրենք։ Դա վերաբերմունք չէ, դա ինչպես ասում են ֆաշիստական վերաբերմունք են ցույց տալիս իշխանությունները արցախցիների վերաբերյալ։ Որտեղ նրանք չեն սիրում արցախցիներին, փողը լրացել են Ալիևից, Արցախը վաճառել են նրանց վրա, հիմա չեն ուզում այդ մասին խոսալ։ Մենք մեր կամավոր կամքով չենք եկել այստեղ, որ ասենք կամավոր կամքով եկել ենք, ուրախ ենք, ապրում ենք։ Ինչ ենք շահել, ոչ մի բան։ Ստեփանակերտից է աղավնին, կողքին կանգնածը Ասկերանից, մյուսը Շուշիից, Հադրութից, հայրենիքը թշնամուն թողած արցախցիներն իրենց ճակատագրի մասին մի փոքր ավելին իմանալու համար հաճախ ստիպված են լսել Հայաստանի վարչապետի ելույթները։ Լսում եմ, ջղայնանում եմ, մտքումս էլ պատասխանում եմ։ Չի լինում հաշտվել Փաշինյանի վերջին սկանդալային հայտարարության հետ, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել։ Արցախյան շարժումը շարունակվում է ոչ միայն մեր ամբողջ համայն հայության համար։ Շարժումը մենք ենք եղել սկսած։ Քեզ իրավունք չլեր, որ գնաս այն Լեհաստաններում կամ որևէ տեղ ստորագրություն տաս, որ Ադրբեջանի կազմում։ Արցախցիները համաձայն են վերադառնալ Արցախ ցանկացած պայմանով, բացառությամբ Ադրբեջանի տիրապետության տակ ապրելու։ Իրենք չեն զլանա, զրոյից կսկսեն շենացնել, միայն թե վերադառնան։ Ամենառաջին պայմանը, որ չնի հակառակորդի վերահսկողություն։ Ցանկացած պայման, բացառությամբ Ադրբեջանի կազմը, դա բացառվում է բառից բնի իմաստով, բայց եթե նույնիսկ ավերակ էլի պատրաստ ենք ավերակներում նստել, շենացնել։ Պայթում է Օֆելիայի սիրտը, երբ ադրբեջանական տելեգրամ ալիքներով տեսնում է, ինչպես է թշնամին պղծում, ոչնչացնում Արցախի սրբավայրերը։ Գիշերները քունս տանում չի։ Ես որ այնքան տանս համար չեմ մտածում, որ քան իմ այդ երկրից համար, այդ դրախտ երկրից համար եմ մտածում։ Թշնամական երկրի նախագահը ջնջելով, վերացնելով, հայերի հանդեպ այդ հայատյացությունը դրսևորելով, փորձում է Արցախից վերացնելու այդ հայկական հետքը, որը միակ փաստն ու ապացույցն է, որ այնտեղ դարեր շարունակ, այսինքն 5000-ամյա պատմության ընթացքում երբևիցե Արցախը չէր հայաթափվել։ Արցախը հայաթափվել է Նիկոլ Փաշինյանի ապազգային քաղաքականության արդյունքում։ Թվում է, թե տուն, հայրենիք, հարազատներ կորցրած այս մարդիկ կորցնելու այլևս ոչինչ չունեն, բայց նրանք դեռ վախենում են։ Հիմա դուք ամենաշատը ինչից եք վախենում։ Վախենում ենք Հայաստանի կործանումից։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Ռաքել Օհանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։